Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանից դուք ընտրողների բերելու եք։ Խոսքում գալ իշխանության ասում է, եթե կպնճվի իշխանություն, պատերազմ է լինելու, սա արդյոք դիտարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաշատ պատերազմը ազնիվ լինենք, որ իշխանությունն է բերել։ 3 պատերազմ, այո, 3 պատերազմ բերել է մի իշխանություն, պատկերացնում եք նա սարքել է խնդրեմը, հիմա ուզում է խնդրեմը ցույց տա, որ լուծում է այն խնդրեմը, որ նա է սարքել։ Ու ասում է ես եմ խաղաղություն, 3 պատերազմ ես բերել։ Ինչ է նշանակում, դու ինչն է մեր առհավաճան ու 3 էլ ամեն օր դուրս է գալիս, ասում է եթե սա չանենք կլինի պատերազմ, եթե սա չանենք կլինի պատերազմ։ Ամեն օր որ մեզ վախեցնում է 8 տարի անընդմեջ աշխատում է մեր ինքնավստահության դեմ եւ եթե իրեն հաջողվեց ջարդել հայերի ինքնավստահությունը, հետագայում ամեն օր դուրս է գալու ասելու է եթե էսի չանենք, օրինակ եթե ընդդիմության առաջնորդի ուժը գա, Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար, ինչ որ բան է մտածելու, միշտ ժողովրդին ենթարկելու է վախի, բայց այն վախի, այն պատերազմների արդյունքն է սա, որը նա է բերել, որը նա իր բանակցությունից դուրս գալով է բերել, չեմ ասում ագրեսորը Ադրբեջանն է, բոլորս էլ գիտենք, բայց նա քարտեր է տվել, որպեսզի միջնորդների ֆակտորը դուրս գա, միջնորդները էլ չաջակցեն մեզ, նա տվել է հիմք դուրս գալով բանակցությունների զրոական կետով սկսելով բանակցությունները, որպեսզի ագրեսորը ագրեսիա կիրառի մեր հանդեպ։ Պատերազմի ռիսկը մի քանի տար ունի։ Առաջինը դիվանագիտական տարն է։ Մենք տեսնում ենք մի երաշխավորով, մի վկայով խաղաղությունը, դա ուղղակի թուղթ է։ Մենք ունենք մի վկայով խաղաղություն, որը խաղաղության երաշխավորը չունենք այս բանը։ Վկան պատերազմում է Իրանի դեմ, որը 4 կիլոմետր է հեռավորությունը ճանապարհից։ Որը այսօր խփել է Վրաստանի Բաքուջյանի։ Դուք պատկերացնում եք, ես կուզեի սա ավարտեի շատ կարևոր է։ 2 երաշխիք ունի Հայաստանը։ Դա առաջինը մեկից ավելի երաշխավոր ունենալն է, շատ կարևոր է, որ մեր երկիրը մեկից ավելի երաշխավոր ունենա, որպեսզի այլ երկրների հակամարտության խաղաթուղթ չդառնա։ Երկրորդ տարածաշրջանային մենք գիտենք մինչև այս իրադրությունը, որ Իրանը պատրաստ էր հողի վրա երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջական, պատրաստ էր իր զինվորով երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջական։ Մենք տեսնում ենք այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք պատրաստ էին աջակցել։ Մեզ պետք է դա, եւ երկրորդը մեզ պետք է վերականգնել բանակը։ Մեզ պետք է վերափոխել բանակը, 21-րդ դարի բանակ է մեզ պետք։ Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակը արդիականացումը բանակի էժանացել է, ավելի մատչելի է բանակ պահելը հիմա, քան օրինակ 5 տարի առաջ։ Եվ մենք հնարավորություն ունենք ներկայացնելու ենք հանրությանը հայկական բանակի ուժը վերականգնելու մեր ծրագիրը մոտակա օրերի ընթացքում։ Կներեք հարցը։ Քննարկվում է, որ նաև ընդհանրապես կարող է արգելվել ձեր մասնակցությունը ընտրություններին։ Այլ սցենարներ ունեք, ինչ կլինի, եթե օրինակ ձեզ չգրանցեն։ Տեսեք։ Կուլտուրա չունեք մեկը Մենք պետք է համերաշխ լինենք իրար հետ։ Ասեմ մասնակցությունների հետ կապված, որ պահին իրենք տեսան եւ մեծ տարբերությունը տեսան հասարակության աջակցման, տեսան, որ Սամվել Կարապետյանի ուժը դառնում է գլխավոր եւ փոփոխությունը, եւ արդեն իրենք տեսել են, որ փոփոխություն բերելու ուժն է։ Նրանք սկսելու են գործիքներ մանգալ ոչ ժողովրդավար, բայց նրանք չեն հասկանում, որ հասարակության 70% իրենց դեմ է։ Այդ գործիքները աշխատելու են, դելեգիտիմացնելու են իրենց, դելեգիտիմացնելու են ամբողջ հայկական ժողովրդավարությունը, ոչ թե հիմա, այլ տասնամյակներ առաջ։ Եթե դու քո հիմնական ընդդիմադիրին ամեն անգամ կարողանալու ես ինչ որ ձև սահմանափակես, տեսնելով որ ընդդիմադիրդ հաղթում է։ Ուրեմն բոլոր իշխանությունները նույնը անելու են, ինչու է պետք ժողովրդավարություն։
Պարոն Կարապետյան, հետևանքով եք այստեղ, չէ՞։ Պարոն Կարապետյան, դուք Ռուսաստանից ընտրողների բերելու եք Հայաստան, որի մասին այդքան ահաբեկված խոսում եք։ Ավտոբուս ոնց կազմակերպել է դա։ Մարդկանց անուններ են տալիս, որոնք արդեն Ռուսաստանում տենց հավաքագրում են։ Ոնց եք դա պատկերացնում, օրինակ տեխնիկապես ոնց դա կլինի։ Ռուսաստանից Հայաստան Մարդիկ հավաքվելու են ավտոբուսով, գան, Դե մենք չգիտենք, այս սցենարը դուք ասենք բոլորը գնա։ Սամվել Կարապետյանի պաստորով Boeing-ներ էակվարդան լինելու, որը Գնացքն է բացվելու, չէ։ Պարոն Կարապետյան, Արցախի հարցի շուրջ ձեր ուժի դիրքորոշումը եւս մեկ անգամ կհիշեցնեք, որովհետեւ վերջին շրջանում տեսանք շատ սուր է ընկալվում իշխանությունների Փաշինյանի կողմից Արցախ բառը արտաբերել, Արցախի մասին գրքեր նվիրելը, այդ պատճառով Ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացվեց աշխատանքից, նույնիսկ միջազգային ամբիոնում հայտարարություններ եղան Արցախի էջը փակելու մասին եւ ձեզ ընդդիմադիրներից ու եկեղեցուն մեղադրեցին խաղաղության դեմ գնալու համար։ Երեք պատերազմ բերած Արցախը կործանած դիվանագիտությունը իրենց նոր գործիքակազմ է ման գալիս, որպեսզի ինչ որ ձև մեր ժողովրդին համոզի, որ իրենք դարձել են Ժողովուրդ ջան, 7 տարի առաջ 7 տարի անց վատ դիվանագետներ էինք, այս 8-րդ տարին արդեն լավ դիվանագետներ ենք։ Արցախի հարցում մեր վերաբերմունքը ամենակարևոր հարցը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում տնավորելն է այս պահին։ Երկրորդը վերադարձի հետ կապված եկեք լինենք ազնիվ իրար հետ։ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու անվտանգ արցախցիներին այնտեղ ապրել։ Մենք պետք է երբ ունենանք այդ ապահովությունը, այդ առավաչան, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը մենք միշտ դնելու ենք առաջնահերթություն լինելու է, բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ, այնպիսի բան չասեմ դուր գալու համար, ասեմ պրակտիկ հողի վրա ինչ կա։ Այս Ադրբեջանի ղեկավարը 10 հատ հայ հետ յոլա չգնացին այնտեղ։ Ոնց եք պատկերացնում, մենք մյուս մեր հայրենակիցները ինչպես են ապրելու, երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ մենք դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի մարդիկ կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, դա պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք, որովհետև 10 հոգի այնտեղ հայ կար, չկարողացան այդ մարդկանց ժողովրդական խոսքով ասած յոլա տան։ Իշխանության քայլերից, որ չեն կատարում, դուք բանակցելու եք այդ հարցի շուրջ, որպեսզի ապահովվի այնտեղ արցախցիների վերադարձի եւ Այո, բայց այդտեղ պետք է անվտանգային գործիքակազմեր մեր հանրությանը։